Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Գերիների վերադարձի հարցին է անդրադարձել արտգործնախարար Միրզոյանը, նախորդին մեր երկրում ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում։ Հայաստանի արտգործնախարարը խաղաղության գործընթացի համատեքստում է անդրադարձել Ադրբեջանում պահվող գերիների հարցին, նշելով, որ հաստատված խաղաղության պայմաններում կան մի շարք հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն, որոնցից առաջնային է Բաքվում պահվող պատանդարված անձանց ազատ արձակման հարցը։ Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կունենանք, ասել է նախարարը։ Եվ միշտ այս պահի ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաեւ Շարմ Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը անդրադարձել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների շարունակական կալանքի վերաբերյալ, շեշտելով, որ այդ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, ներկայացնելով ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, նաև խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության մանրամասները։ Խիստ մտահոգություն հայտնվեց, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ, կալանավայրերում եւ զինված հակամարտությունների համատեքստում հաճախ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ։ Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը եւ արժանապատվությունը, մասնավորապես հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը, ասվում է հաղորդագրությունում։ Իսկ նախորդին էլ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության մոտ միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժումն է բողոքի ակցիա իրականացրել, նրանք դիմումնամակ են հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Ակցիայի կազմակերպիչները տարակուսում են, որ ՄԱԿ-ն իրենց բառերով արդարացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի քայլերը, իսկ Հայաստանի իշխանությանը դիմելը համարել են անիմաստ։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, սկսենք ռուսական կողմի հայտարարություններից, այն որ պատրաստ են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ռուսաստանը հարթակ է առաջարկում, իր ծառայությունները, ընդհանուր առմամբ, նշելով, որ նաև այդ ամենը դեռ կյանքի կոչելու համար աշխատանքի անհրաժեշտ, Գարուզինը նաև նշում է, որ Մոսկվան գոհ է Երևանի եւ Անկարայի միջև երկխոսության ինտենսիվությունից, մենք հանդես ենք գալիս երկու կողմերի շուտապույտ հաշտեցման օգտին, պատրաստ ենք հետագայում եւս աջակցել հայ եւ թուրք գործընկերների ջանքերին այդ ուղղությամբ, Օրինակ հետաքրքիր է, թե Հայաստանը ինչ շահագրգռվածություն կարող է ունենալ, որպեսզի Հայաստան-Ադրբեջան գործընթացը նորից տեղափոխի ռուսական հարթակ։ Բնականաբար գործընթացները այնպիսի այսպես գծեր են հատել այլևս, որ դա նույնիսկ տեսական առումով հնարավոր չի պատկերացնել, որ երբևէ ռուսական հարթակում տեղի կունենան հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներ, առավել ևս, երբ որ մենք գիտենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրվեցին փաստաթղթեր եւ ըստ էության դա տեղի ունեցավ նախ եւ առաջ Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերի շնորհիվ եւ տեղի ունեցավ Վաշինգտոնյան հարթակում եւ դրանից հետո պատկերացնել, որ նույնիսկ Վաշինգտոնը թույլ կտա, որ այս գործընթացի վերջնական շտրիխները դրվեն Մոսկվայում կամ ռուսական հարթակում, դա եւ տեսական եւ գործնական եւ դիվանագիտական առումով ես համարում եմ անհնար,
այլ հարց է, որ միգուցե Ռուսաստանը հաշվի առնելով վերջին աշխարհակաղակական զարգացումները եւ դրանցում իր մասնակցությունից դուրս գտնվելը, նա հիմա փորձելու է հնարավորինս գործընթացի մեջ լինել, բայց դրանով հանդերձ տեսեք դուք ձեր բացման խոսքում էլ նշեցիք այն ձախողումները, որոնք տեղի են ունեցել ռուսական ուրեմն միջնորդական առաքելության ջանքերի շնորհիվ այսօր երբ որ մենք ունենք փախստականի կարգավիճակով արցախահայեր Երևանում եւ Հայաստանի Հանրապետությունում դա փաստացի ռուսական միջնորդական առաքելության ձախողման ուրեմն այսպես ասենք սիմվոլ է եւ ավելին են մարդիկ ովքեր այսօր գերեվարված են եւ գտնվում են Բաքվի բանտերում դա նույնպես դրա դրսևորում է եւ ես կարծում եմ որ Ռուսաստանը որպեսի գոնե մի փոքր համոզիչ լինի ինքը պետքա այնուամենայնիվ այս գերիների հարցը գոնե լուծած լիներ կամ ջանքեր գործադրեր այդ հարցը լուծելու համար բայց ես կարծում եմ որ համոզված եմ որ որևէ ջանք չի գործադրվում եւ ավելին ասեմ եթե այս պահին նույնիսկ Ռուսաստանը ցանկություն ունենա չեմ կարծում որ իրենք այդ հնարավորությունը այլևս ունեն ազդելու Ալիևի վրա քանի որ մենք տեսնում ենք որ վերջին ամիսների Ադրբեջան-Ռուսաստան այդ լարվածության պայմաններում այսօր Ադրբեջանը կարողանում է նաև իր այսպես ասենք կամքը որոշակիորեն թելադրել մենք գիտենք որ Ադրբեջանը ձերբակալեց ռուսական պետական գործակալության աշխատակիցներին Ռուսաստանը ձերբակալեց ադրբեջանցի գործիչների եւ այստեղ ըստ էության ոչ թե տեղի ունեցավ միակողմանի ուրեմն ազատ արձակում, հա, Ադրբեջանի կողմից, հա, տեղի ունեցավ փոխադարձ, այսպես ազատ արձակում, սա նշանակում է, որ Ռուսաստանը այլևս նաև իզորու չի Ադրբեջանին որևէ բան պարտադրել կամ ստիպել, տվյալ դեպքում Ալիևին եւ հետեւաբար ես կարծում եմ, որ թե հարթակի առումով, թե ռուսական խոստումների առումով սրանք հերթական դիվանագիտական հայտարարություններն են, որը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը փաստացի իր ոչ խելամիտ քաղաքականության արդյունքում այն քաղաքականության որտեղ Ռուսաստանը փաստացի ամբողջությամբ պահեց ադրբեջանական եւ թուրքական շահերը, պահեց ադրբեջանական եւ թուրքական կողմը եւ զիջեց ամբողջությամբ հայկական շահերը, այդ քաղաքականության արդյունքում Ռուսաստանը այսօր փաստացի այլևս ըստ էության չունի այն կարևոր ազդեցությունը եւ լծակները տարածաշրջանում, որը ուներ մինչ այդ, որի մասին իդեպ մենք բազմիցս խոսել ենք, ասել ենք, որ ընդ որում Ռուսաստանում է շատ փորձագետներ դրա մասին խոսել են, որ եթե Ռուսաստանը ամբողջությամբ պահում է ադրբեջանա-թուրքական շահերը, ամբողջությամբ զիջում է արցախյան եւ հայկական շահերը, ապա Ռուսաստանը ինչ որ մի պահի տարածաշրջանից դուրս գալու ուրեմն վտանգի կամ սպառնալի իր համար սպառնալիքի առաջ է կանգնելու եւ այսօր Ռուսաստանը այդ խնդրի առաջ է կանգնած դրա համար հիմա միգուցե փորձում են նման հայտարարություններով փորձել ինչ որ բաներ անել բայց այսքան էս հայտարարությունները ընդհանրապես հերթապահ հայտարարություններ են ինքը լավ գիտեմ որ ես կարծում եմ այո հերթապահ հայտարարություններ են ցույց տալու որ իրենք դեռևս ինչ որ կան կամ գոյություն տարածաշրջանում քանի որ գործնականում արդեն նշեցի գործնականում իրենք որևէ լծակ չունեն Ադրբեջանի, Թուրքիայի եւ նույնիսկ ինչ որ առումով Հայաստանի վրա ազդելու իհարկե կան Հայաստանի վրա ազդելու տնտեսական լծակներ բայց եթե Ռուսաստանը օգտագործելու այդ լծակն Հայաստանի դեմ ես կարծում եմ ինքը խնդիրներ կունենա ԵԱՏՄ որպես իր այսպես ասենք աշխարհակաղակական պրոյեկտի գոյության հա հերանեկարի հարցում, քանի որ Հայաստանը կարևոր խաղացող է այնտեղ եւ եթե տնտեսական խոչընդոտներ կստեղծվեն, ապա Հայաստանը կունենա լեգիտիմ իրավունք հայտարարելու եւ գործելու, որ դուրս է գալիս այդ կառույցից։ Իհարկե Հայաստանը կունենա խնդիրներ, բայց այն աշխարհակաղակական ճնշումները կամ հերանեկարները, որոնք բանացվում են Հայաստանի դեմ, դրանք շատ ավելի մեծ եւ սպառնալից են, քան այդ տնտեսական բլոկից դուրս գալը։ Շատ լավ, ես դրա մասին եմ ուզում հարցնել, որ այն օնլայնի որոշակի ճնշման լծակներ կարող է պահպանել, մասնավորապես եթե նայում ենք տարբեր մեկնաբանություններ, նույն օգոստոսի 8-ի վերաբերյալ այդ TRIP կոչվող ճանապարհ եւ այլն, այնուամենայնիվ այն ՀԱՏՄ տարածքի կառուցվելու, հա, այդ ճանապարհը գործելու եւ այդ ճանապարհից էլ օգուտները գնալու են նաեւ ՀԱՏՄ-ն ընդհանուր օրինակ կապսա, այսինքն տեսեք այդ ճանապարհը իրականության մեջ դա կարող է լուրջ օգուտներ բերել նաեւ Ռուսաստանին։
Այսինքն այդ ճանապարհը կառուցվելու պարագայում ոչ ոք չի ասում, որ այդ ճանապարհից Ռուսաստանը չի օգտվելու։ Այդ ճանապարհից նույնիսկ օգտվելու է Չինաստանը։ Սակայն այստեղ սկզբունքներն են տարբերում, թե ինչպես է օգտագործվել այդ ճանապարհը։ Եթե նախկին նոյեմբերի 9-րդ կետով այդ ճանապարհը ըստ էության միջանցք էր, որտեղ Հայաստանը դերակատարում չեր ունենալու, այս պրոյեկտով, Հայաստանը իր դերակատարումն է ունենալու, իր առաջնային դերակատարումն է ունենալու, այդ ճանապարհը լինելու է Հայաստանի վերահսկողության ներքո եւ դրանից ստացված եկամուտները կբաշխվեն այնպես ինչպես կորոշեն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները առաջիկայում։ Այսինքն սա նաեւ որպես բիզնես պլան է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ Ռուսաստանի կողմից Get 1 գերու հարց չլուծելը, պայմանավորում ենք էլի նրանով, որ Ռուսաստանը եւս այնտեղ մեր գերիներին դիտարկել է քաղաքական սակարկումների համար որպես գործիք։ Ես կարծում եմ այո, ոչ միայն քաղաքական սակարկումների համար, այլ նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքը լարելու կարևոր գործիք եւ լծակ։ Մենք գիտենք, թե դա ինչ նուրբ թեմա է եւ գիտենք, թե ինչպես է դա շահարկվում այն քաղաքական շրջանակների կողմից, ովքեր ունեն պրոռուսական կողմնորոշում եւ հետեւաբար եւ քաղաքական սակարկումների եւ ներքաղաքական կյանքի վրա ազդելու գործիք են դարձել ցավալիորեն այդ մարդկանց այդ կարգավիճակը։ Շատ լավ, իսկ եթե անդրադառնանք նաև օրվա այսպես ասենք ամենակննարկվող հարցերից մեկին, խոսքը մասնավորապես վերաբերում է տարբեր հոգևորականների ձերբակալություններ եւ այլն, թեև բավականին տեղեկությունները, որոնք գալիս են շատ հակասական են, նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի կամ քննչական գործողությունների մասով, այնուամենայնիվ հիմա երբ օրինակ ընթերցում ենք այսպես ասենք տարբեր քաղաքական ուժերին հարող մամուլը, տարբեր նաև հասարակական քաղաքական գործիչներ շեշտադրում են անում էլի եկեղեցու դեմ այսպես կոչված պայքարի տրամաբանության մեջ, այստեղ դուրս թողնելով, թե որն է եղել բուն խնդիրը, որ գնացել են այս մարդկանց ետևից, ինչու։ Տեսեք, այն գործընթացները, որ տեղի են ունենում եկեղեցու շուրջ եւ եկեղեցում, դա եկեղեցու, իսկ տվյալ դեպքում եկեղեցու առաջնորդի եւ նրա շրջապատի ընտրությունն է եղել, այն պահից, երբ որ Գարեգին II-ը եւ իր շրջապատը որոշեցին, որ հոգեվոր իշխանությունը իրենց չի բավարարում եւ իրենք ձգտում են քաղաքական իշխանության, այն պահից, երբ որ իրենք հայտ ներկայացրեցին քաղաքական դաշտում, այդ պահից իրենք համարվեցին այլևս ոչ թե հոգևորականներ, այլ Հայաստանի ընդդիմության, այսպես ասած, որևէ թև, որի հետ վարվում են ոչ թե այնպես ինչպես կվարվեին օրինակ հոգևոր առաջնորդների կամ էլիտայի հետ, այլ այնպես ինչպես վարվում են աշխարհիկ քաղաքական գործիչների հետ եւ մեծ առումով մենք այս վերջին 1-2-3 տարիների ընթացքում տեսել ենք նաեւ ցավալիորեն, որ հոգևորականները, որոնք ներգրավել են քաղաքականության մեջ, իրենց վարքագծով եւ ռետորաբանությամբ շատ ավելի այսպես կոշտ, կոպիտ կամ շատ ավելի ուրեմն ատելության խոսքին հակված են եղել, քան նույնիսկ շատ աշխարհիկ քաղաքական գործիչներ։ Եւ այստեղ այն ինչ որ հիմա կատարվում է, ես համարում եմ բնականon գործընթաց, կա քաղաքական իշխանություն, կա օպոզիցիա, որի ներկայացուցիչն է կամ որի մի մասն է նաև եկեղեցու այդ թևը, հոգևորականների բարձրաստիճան հոգևորականների այդ թևը, իրենք արել են հայտարարություններ, այսինքն այսօր օրենքը հավասար է բոլորի առջև, իրենք արել են հայտարարություններ, միգուցե արել են չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, իրենք արել են միգուցե գործողություններ, որի համար պետքա պատասխան տան աշխարհիկ օրենքներով եւ ոչ թե հոգեվոր օրենքներով, քանի որ կրկնեմ, դա իրենց որոշումն է եղել մտնել աշխարհիկ կյանք, մտնել քաղաքականություն։ Եվ ինչպես եք բացատրում օրինակ այս գիծը, որ ընդգծված տանում են, որ եթե ոնց ինչպես թե հոգևորական, այսինքն եթե նա հանցանք է գործել, ենթադրյալ, կամ օրենք է խախտել, ոնց թե նա հոգևորական է, դու իրեն ոչինչ չես կարող։ Տեսեք, Ուկրաինայի վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ուղղափառ այնտեղի եկեղեցին երևի հանդիսանում էր գործակալական ամենամեծ ցանցերից մեկը եւ մշտապես տարբեր երկրներ իրենց արտաքին հետախուզական գործունեությունը իրականացրել են նաև այսպիսի սոցիալական կառույցների միջոցով եւ
չի բացառվում, որ մենք մի օր պարզենք կամ պետությունը հայտարարի, որ սա Հայաստանի պատմության, նորանկախ պատմության ամենամեծ գործակալական ցանցն է եղել։ Ես որևէ մեկի անուններ չեմ տալիս, այսինքն եւ հետախուզական ծառայությունների պատմության փորձն է ցույց տալիս, որ դա այդպես է եւ այսօր շատ մարդիկ իրենց այնպես են պահում, կարծեք թե հենց իրենք անհանգստություններ չունեն այդ առումով եւ ինչ որտեղ նաեւ իրենց համար դա այսպես պատիվ է, օրինակ մարդը կարա նստի եւ հայտարարի, որ ինքը պրոֆեսիոնալ չեկիստ է, չհասկանալով միգուցե կամ լավ հասկանալով դա ինչ Իրանից ներկայացնում։ Կամ ուժային կենտրոնները իրենց ինչ որ բաներ են։ Կամ ուժային կենտրոնները իրենց ինչ որ բաներ են ասում եւ այլն։ Իրականության մեջ այս մարդիկ այնքան նախ մեծ կարծիք ունեն իրենց մասին, որ ուժային կենտրոնները իրենց վրա իրենք շատ լուրջ դերակատար են։ Այս մարդիկ չեն հասկանում, որ իրենք, այսպես ասած, օգտագործվում են այլ երկրի, այլ շահերի սպասարկման համար եւ իրենց այդ կարգավիճակը միգուցե ձեռնտու է, բայց դրանով հանդերձ, այո, պետք է նշենք, որ այսօր մենք խնդիր ունենք ոչ թե եկեղեցու հետ, դա էլ են շփոթում կամ դա էլ են մանիպուլացնում, այսօր մենք խնդիր ունենք եկեղեցու իշխանությունը ուրեմն բռնազավթած հոգևոր էլիտայի հետ, ովքեր որոշում են կայացրել, որ կրկնեմ, իրենց հոգևոր իշխանությունը բավարար չէ, փորձել են մտնել նաև աշխարհիկ քաղաքական կյանքում, մոռանալով, որ իրենք ամբողջությամբ ձախողել են հոգևոր ոլորտը, քանի որ Հայաստանում տարբեր տեսակի կրոնական ուղղությունները, քրիստոնեական կրոնական ուղղությունները, դրա մասին են վկայում, տարբեր հաշվարկներով Հայաստանում կես միլիոնից ավել այլ ուղղություններ դավանող խմբեր կան, հա, կազմակերպություններ կան, իսկ դա խոսում է ինչի մասին, դա խոսում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հավատի կորստի մասին եւ փոխարենը մտածեն այս խնդրի մասին, իրենք այսօր հայտ են ներկայացնում, այսինքն ձախողելով հոգևոր ոլորտը, իրենք համարում են, որ իրենք կարող են հաջողել աշխարհիկ քաղաքական կյանքում։ Դուք հիշեցիք Ուկրաինան, եկեղեցին կամ դրա սպասավորները, որպես գործակալական ցանցի մաս, խոսքը այս դեպքում իհարկե ռուսականի մասին է եւ զտումը, այսպես ասենք, Ուկրաինայում շատ ուժգին սկսվեց 22 թվականին Ռուսաստանի ագրեսիայից սկսած։ Մենք այդպիսի իրավիճակ ունենք Մոլդովայում, երբ վերջերս կայացած խորհրդանական ընտրություններից առաջ ինչպես է ռուսական կողմը հավաքագրում եկեղեցականների եւ նրանք մասնակցում էին Ռուսաստանի կողմից կազմակերպված հիբրիդային պատերազմին, որպեսզի ազդեն մոլդովական ընտրությունների վրա։ Այդպիսի իրավիճակ մենք տեսանք Վրաստանում խորհրդանական ընտրություններում եկեղեցականների մասով եւ հիմա Հայաստանում են եկեղեցականները հայտ ներկայացնում քաղաքական process-ների վրա ազդելու, հա։ Այսինքն այստեղ հետևությունը այն է, որ որոշ եկեղեցականներ կամ եկեղեցու պարագլուխներ ռուսական ազդեցության գործակալներ են կամ ռուսական ազդեցության ջատագովներ են։ Տեսեք, ցավալիորեն, երբ որ մենք հետևում ենք մեր եկեղեցու վերջին տարիների հայտարարություններին, այնպիսի տպավորություններ, որ այդ հայտարարությունները իսկապես գրվում են Ռուսաստանի արտգործնախարարությունում եւ այդ հայտարարությունները մեր մայրաթորի քաղաքական հայտարարությունները իրենց ուրեմն նարատիվները մեկը մեկին համընկնում են այդ ռուսական նարատիվների հետ։ Գիտեք, այստեղ ես նույնիսկ ինչ որ առումով նույնիսկ կարող է չմեղադրեմ էլ ռուսներին, քանի որ իրենք իրենց պետական շահերն են առաջնորդվում եւ իրենք նույնը եթե Հայաստանը օրինակ հնարավորություն ունենա Ադրբեջանում օրինակ ստեղծել այդ կառույցների, հա, միջոցով գործակալական ցանցեր կամ նույնը եթե Իրանը մենք այսինքն ոչ միայն քրիստոնեության հետ ասա կապված Իրանը Ադրբեջանը բազմիցս մեղադրել է Իրանին, որ ինքը այդ ուրեմն հոգևոր առաջնորդների եւ կազմակերպությունների միջոցով փորձում է միջամտել, այսինքն սա
օբյեկտիվ այդ պետությունների տեսանկյունից օբյեկտիվ եւ բնական գործընթաց է, եթե գտնում են մարդիկ, ովքեր պատրաստ են դուրս գալ իրենց ազգային պետական շահերի եւ դեմ եւ սպասարկեն այլ շահեր, բնականաբար իրենք դա անելու են։ Այստեղ խնդիրը մերն է, մենք պետք է այս մասին այլևս բարձրաձայն եւ շատ խոսենք, եւ թե հանրային կարծիքի տեսանկյունից եւ բնականաբար վերահմտանգային ծառայություններ այս առումով բավականին լուրջ ուշադրություններ պետք է դարձնեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։